Բարև ձեզ։ Այսօրվա իմ հյուրը մշակույթի ոլորտից է։ Իմ հյուրն այսօր երիտասարդ օպերային երգչուհի Գալինա Ցոլակյանն է։ Բարև ձեզ, Գալինա։ Ողջույն, Զենֆիրա ջան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Եվ որպես մեր զրույցի սկիզբ պիտի ձեզ հարցնեմ ձեր մանկությունից, ինչպես էին անցել, որտեղ եք ծնվել, մեծացել, ձեր ընտանիքի մասին մեզ պատմեք։ Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել նման հնարավորության համար ինձ օգնելու եւս մեկ անգամ վերադառնալու մանկություն եւ այդ ամենը հանրայնացնելու համար։ Մանկությունս անց եմ կացրել Աբովյան քաղաքում, սակայն ծնվել եմ Երևանում, գրեթե 10 տարի ապրել ենք Աբովյան քաղաքում, այնուհետ եկել ենք Երևան, մանկությունս անց եմ կացրել Աբովյանում, ասեմ, որ մայրիկս արմատներով սյունեցի է, հայրիկս Արտաշատի կողմից, մանկության ամենագեղեցիկ եւ վառ հիշողությունները հիշում եմ ամառային արտվկրտներս, գյուղում, Սյունիքում, Տոլորսում, այդպես շատ մոտ եմ եղել բնությանը, շատ ժիր, կայտառ, շատ չարաճճի երեխա եմ եղել, այդպես։ Ինչ է առաջինը ձեր մտքին գալիս, երբ մտածում եք մանկության մասին։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, տատիկիս, փեշի, ուրցի, նանայի հոտն եմ հիշում, որ այդ ասում եք, որովհետև ինչպես նշեցի, շատ խորը կապեր ունեմ Սյունիքի հետ, մայրիկիս կողմով եւ տատիկս իր Սիբիրի աքսորի տարիների մասին էր պատմում, դա ամենավառ հիշողություններից մեկն է, որ ես ամեն գիշեր լսում էի այդ տարբեր պատմությունները եւ իր փեշի ուրցի նանայի այդ սարի բոլոր խոտաբույսերի հոտն եմ հիշում, երբ որ ասում եք մանկություն եւ հետաքրքիր է, երբ որ ես գնում եմ Աբովյան քաղաք, թեթև քամի եմ զգում զեփյուրի նման, ամբողջացումն է իմ մանկության հիշողությունների։ Կարծես հետ գնաք։ Հա, կարծես հետ գնամ մանկություն։ Շատ եմ սիրում Աբովյան քաղաքը։ Գալինա, երբ մենք զրուցում ենք, պատմում եք մանկապարտեզի դրվագի մասին, սովորաբար հարցնում եմ դպրոցից առաջին հարցը, կրթության հետ կապված, բայց ես կհարցնեմ մանկապարտեզից։ Այդ տարիներն ինչպիսին էին։ Մանկապարտեզից երևի թե սկսվեց իմ երաժշտական կարիերան։ Ինձ նկատել էին որպես լավ երգող, մանուկ եւ միջոցառումների ժամանակ սոլոները հանձնարարվում էր ինձ։ Եվ այդպես միջոցառումներից մեկի ժամանակ, երբ երգում եմ մայրիկի մասին մի շատ ճգնաղ երգ, ինձ նկատում է մանկապարտեզի տնօրենը եւ մայրիկիս անպայման հորդորում, որպեսզի մայրիկս շատ հետևողական լինի եւ ինձ տա անպայման երաժշտական կրթության, քանի որ հետաքրքիր է, որ մայրիկիս մանկության երազանքն էր դառնալ երգչուհի, սակայն եղբայրները թույլ չէին տվել։ Սիրով իրականացնել։ Նա որոշեց սիրով իրականացնել այդ հորդորը եւ փնտրեց եւ գտավ եւ առաջի քայլերս արեցի Աբովյան քաղաքի Էրզրում հայրենասիրական երգչախմբում, դեռ փոքր, ոչ տարաճանաչ, փոքր էի եւ պատկերացրեք 5 տարեկանից ես սկսեցի հաճախել երգչախումբ։ Սկզբում, քանի որ տառերը չգիտեի եւ դժվար էր սովորել երգերը, ես տեսնում եմ ինչպես են մյուս երգիչները, երաժիշտները, մանուկները իրենց բերանները բացում եւ փակում եւ ես էլ նույնպես փորձում եմ ընդօրինակել, որ հետ չմնա։ Եվ այնպես ստացվեց, որ 6 տարեկանից սկսած արդեն սկսեցի ել ավելի պրոֆեսիոնալ հաճախել այնտեղի Զարա Իսահակյանցի անվան երաժշտական դպրոցը եւ գրեթե 3 տարի Աբովյան քաղաքում սկսեցի ուսանել։ Այնտեղ նոր էր բացվել վոկալ տեսական ֆակուլտետը, բաժինը եւ այդպես սկսեցի ավելի հմտորեն փորձել տիրապետել ձայնից։ Ամբողջ ընթացքում, եթե պատկերացնեք, ես նաեւ երգում էի եկեղեցում, երգչախմբով եւ երգչախմբում մենք ոչ միայն հանդես են գալիս որպես խորհիստներ, այլ նաեւ ամեն մեկը սոլիստներ էինք, ամեն մեկս ունեինք մեր երգերը, իմ սոլո գործերն էին, կարող եմ հիշել Արիմ Սոխակ երգը, որ իմ մանկության ամենաքաղցր երգերից մեկն է ու ինչպես պարզվում է մայրիկս, երբ որ ինձնով հղի է եղել, հենց դա է երգել ինձ համար ու իմ առաջի բեմելը եղել է Արիմ Սոխակով եւ Արաքսի երգը ինչու է աղմկում գետը ֆիլմից, այդպես
Այնուհետև երաժշտական կրթությունը շարունակել եմ քաղաք Երևանում, տեղափոխվեցինք Երևան քաղաք, պատիվ եմ ունեցել սովորելու ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտացված դպրոցը Դավիթ Զալյանի հիմնած եւ իր անվամբ, այդպես գրեթե 10 տարի երաժշտական կրթությունս ամրապնդել եմ մինչև կոնսերվատորիան։ Այ որ փոքր տարիքում ասել են լավ է երգում, վստահ եմ ձեզ ոգևորել է, բայց գիտակցել եք, թե դա ինչ ազդեցություն է ունենալու եւ որ կյանքի ճանապարհ է դառնալու, թե ուղղակի այսպես վարճալի էր փոքրիկ աղջկա համար լսել այդ կոմպլիմենտը։ Գիտեք, ես փոքր տարիքում իմ շատ հարազատները եւ բարեկամներն են նշում, որ շատ փակ, շատ ինքնամփոփ աղջիկ էի եւ առիթների ժամանակ հայրիկս միշտ ինձնից նեղանում էր, որ ես չեմ երգում, շատ փակ էի, շատ խոսք կան ես ինքս իմ մեջ, բայց երբ որ բեմում էի լինում, կարծես թե ամբողջ աշխարհս փոխվում էր, ես դառնում էի լրիվ ուրիշ մի Գալինա, ավելի ազատ, ավելի արտահայտվող ու չգիտեմ, ես զգում եմ, որ ես բեմում ուրիշ եմ, բայց այդ գիտակցումը, որ դա մասնագիտություն է եւ այլն, ես դա չեմ հասկացել։ Երաժշտական կրթությունս ինձ փոքր տարիքից տրվել է շատ բարդ, սուղ պայմաններից ելնելով, շատ մեծ դժվարություններ ենք հաղթահարել ես մայրիկիս հետ միասին, բայց շատ մեծ երազանքներ չեմ ունեցել, կարծես թե ինքնահոս գնացել ամեն ինչ իր հենց այդպես էլ պիտի լիներ։ Այո։ Գալինա, իսկ ինչպես անցավ դպրոցական կյանքը։ Դպրոցական կյանքը շատ հետաքրքիր, շատ լավ դասընկերներ ունեմ, շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել, իդեպ ուսուցչուհիներս միշտ ներկա են գտնվում համերգներիս, շատ հանդուրժող եւ քանի որ գործ ունեին փոքր տարիքի արվեստագետ անձի հետ, շատ նրբանկատ, շատ հարցերում, որովհետեւ այդ ժամանակներից ես ունենում էի համերգներ եւ այլն, շատ անգամ շատ հոգնած էի գալիս դասի, նույնիսկ թույլ էին տալիս ընթացքում ննջել, որքանով որ կարող է ծաղալու թվալ, բայց այդպես էր։ Շատ սիրում էին ինձ, հասկանում, ընդառաջում շատ հարցերում բացականներս։ Դպրոցական տարիներս անցել են շատ հրաշալի, սիրել եմ հայոց լեզու, գրականություն առարկաները, պատմություն առարկան, այդպես։ Երբ խոսում ենք պատմեցիք ուսուցչից ստացած նամակի մասին, գիշեցնենք ինչ էր այնտեղ գրված։ Ասեցիք ուսուցչի տված նամակն եք տեսել, վերջերս մայրիկի հետ ընթերցել եք։ Հետաքրքիր ինչ որ գրառում էր ձեզ բնորոշում։ Շատ հետաքրքիր բան հիշեցրիք։ Այո, ես շատ կողքից գուցե շատ հետաքրքիր անհատականություն է երևում, որտեղ ես ունեի իմ հետաքրքրությունների շրջանակը եւ ինձ հետաքրքրում էր միայն դա եւ շատ ցայտուն կերպով ես ցույց էի տալիս, որ ինձ սա հետաքրքիր է, իսկ սա ոչ։ Եվ իմ դասատուներից մեկը ամփոփաթերթիկի մեջ գրել էր շատ տաղանդավոր, չափազանց ընդունակ, մի քիչ ծույլ եւ շատ տարօրինակ երեխա։ Այդ տարօրինակ բառի վրա ես մայրիկս ես վերջերս գտել էինք այդ ամփոփաթերթիկը, շատ հետաքրքիր էր։ Գուցե եւ դա փոքր տարիքից նկատելի էր տարբերությունը եւ տարբերվող լինելը մնացած երեխաներից իմ արվեստի հակումը եւ ձգտումները կյանքի լրիվ ուրիշ էր, հետաքրքրությունները լրիվ ուրիշ էին։ Որն է եղել երեխա Գալինայի ամենամեծ խնդիրը։ Գիտեք, ես հիմա երբ հետ եմ նայում, ինձ համար ամենալուսավոր եւ ամենագեղեցիկ տարիներն էին իմ մանկության բոլոր դժվարությունները, ռեսուրսների պակասը, ֆինանսական ռեսուրսների, հնարավորությունների։ Աբովյան քաղաքում մենք ոտքով էինք քայլում տնից միջև, որովհետև չկար այդ հնարավորությունը, շատ դժվարությամբ եմ ես իմ ուսումը ստացել, կոնսերվատորիան իդեպ նույնպես ֆինանսական մեծ դժվարություններով, բայց ես դա որպես բացական մինուս բաց չեմ դիտարկում, ընդհակառակը դա շատ մեծ մղում է ինձ եղել, որպեսզի էլ ավելի ձգտեմ ավելի վեր եւ ավելի մեծ բարձունքների
Երևի կարող եմ ասել, որ ամենամեծ դժվարությունները եղել են նյութական ֆինանսական առումով, ինչի պատճառով շատ հարցերում դժվարություններ են եղել եւ հետ է մնացել շատ հարցերում շատերից։ Բայց աշխատասիրությունը օգնում է։ Գիտեք, ես կարծում եմ, որ աշխատասիրությունը եւ համառությունը եւ դիսցիպլինան բոլոր բնագավառներում ամենակարևոր հատկություններն են։ Դու կարող ես լինել չափազանց տաղանդավոր, չափազանց մեծ ռեսուրսներ ունենալ, բայց չես կարող փայլել այնպես, ինչպես ամենօրյա աշխատասիրության եւ համառության շնորհիվ։ Այ խոսում ենք հաջողությունների մասին, համերգների, լավ ձայնի, հանդիսատեսի, որ արդեն քեզ փոքր տարիքում սիրում են, հաղթանակների մասին, այս ամենը իհարկե շատ գեղեցիկ է, լավ է, բայց միայն դրական կողմ ունի, թե բացասական կողմ էլ ուներ փոքր երիտասարդ աղջկա կյանքում։ Կարծում եմ, որ ոչ մի հաջողություն եւ ոչ մի ձեռքբերում հենց այնպես ոչ մեկին չի տրվում եւ դրա հետևում կանգնած է շատ մեծ դժվարություններ եւ զոհաբերություններ, ինչու՞ չէ։ Միշտ ամեն ինչի լավ կողմն ենք մենք տեսնում, սակայն ես գտնում եմ, որ նույնիսկ վատ դրվագները, բացական վիճակները դրանք շատ կարեւոր են մարդուն հիշելու իր մարդ լինելը եւ մեր արվեստը առավել եւս միայն լավի մասին չէ, միայն բարու մասին չէ, օրինակ մենք կերտում ենք կերպարներ օպերային բնագավառում, կերպար, որը թե ուրախության, թե տխրության սիմվոլն է, չէ, ապրում ենք մենք բոլոր էմոցիաները անխտիր եւ ես շատ կարեւորում եմ, որ բոլոր թե լավ թե վատ արձագանքները, որոնք կլինեին իմ հասցեին, բոլորը տեսնում եմ եւ դիտարկում եմ որպես դրական։ Որպես այդպեսին շատ մեծ հաջողությունների չեմ հասել ավելի երիտասարդ տարիքում, երաժշտականի տարիներին շատ եմ երգել, կոնսերվատորիայի տարիներին ոչ, ցավոք սրտի 6 տարի շատ մեծ չեն եղել հնարավորությունները երգելու, իսկ հիմա, քանի որ հաջողությունները էլ ավելի են աշխատասիրության շնորհիվ եւ համառության շնորհիվ նաեւ կարող եմ ասել, բացասականին փորձում եմ շատ հպանցիկ անցնել եւ դրական կողմից նայել, այսինքն փաստորեն ճիշտ տեղում եմ, որ կա համ դրականը, համ բացասականը, որտեվ եթե լինի միայն դրականը, մարդ կարող է հպարտանալ, իսկ հպարտությունը լավ բան չէ։ Գոռոզանալ եւ գոռոզությունը միշտ չէ որ ճիշտ տեղ է տանում։ Միանգամից անցում կատարեցինք համալսարանական տարիներին, ինչպիսին էին համալսարանական տարիները եւ գոնե իմ փորձառությամբ կիսվեմ, երբ ես գնացի համալսարան, այնինչ պատկերացնում էի իմ երևակայության մեջ որոշակի պատկերներ կային, որ այ գնալու եմ, այսպես կլինի, այնպես կլինի եւ երբ գնացի, ամեն ինչ այլ էր եւ օրինակ ես առաջին կուրսում մտածում էի, որ գուցե թողնեմ դուրս գամ համալսարանից, որովհետեւ խնդիրը համալսարանի մեջ չէր, ինչ որ առումով նաեւ իմ պատկերացումների մեջ էր, այդ ձեզ մոտ ինչպիսին էր, արդյոք այդ կրթությունը, միջավայրը, այն ինչ կար, համապատասխանում էր ձեր մտքում եղած պատկերին։ Այնպեսի հետաքրքիր դրվագ հիշեցի, նոր որ ասեցիք, ես երբ դեռ շատ փոքր էի եւ գնում էի հայրենասիրական երգչախմբի, մենք ունեինք մեր երգչախմբում ամենալավագույն ձայնը մի աղջնակի, ով դիմել էր կոնսերվատորիա, նա մեր երգչախմբի գլխավոր եւ լավագույն սոլիստներից էր, անունը չեմ մտապահում։ Եվ հիշում եմ, որ նա չէր ընդունվել կոնսերվատորիա եւ ես ինձ մեջ վերլուծում էի միթե հնարավոր է նման երգչուհուն չընդունել եւ ես մտածում եի ինչ հնարավորությունների տեր պետք է լինես որպեսզի քեզ ընդունեն կոնսերվատորիա։ Ես շատ լուսավոր ու շատ հատուկ էի պատկերացնում կոնսերվատորիան իմ մտքում երևի անհասանելի մի բան, թե ֆինանսապես, որովհետեւ այդ ռեսուրսները չունեի, թե ամեն կերպ։ Սակայն կոնսերվատորիայի տարիներին այդպես չէ։ Հասկացա, որ ամեն ինչ ավելի հասանելի եւ ավելի մատչելի է, քան որ պատկերացնում ենք։ Եկեք բացասականին շատ չանդրադառնամ, դրականը հիշեմ, որովհետեւ բացասականը մեզ ոչինչ չի տա։
բացականի մասին բոլորը գիտեն։ Ունեցել եմ շատ լավ, շատ դրական, շատ լավ մասնագետներ, կարող եմ ընդգծել իմ մուտքը օպերային ստուդիայից ուսումը ինձ շատ մեծ փորձ եւ պրակտիկա եղավ եւ այնտեղի դասախոսներից ես օրինակ դերասանի վարպետության դասախոսից խոսքի վարպետության եւ նաեւ հետագայում իմ որպես ռեժիսոր Արսենի Ղազարյան ու միջոցով ես բացահայտեցի օպերային աշխարհը ել ավելի նոր գույներով եւ երանգներով, քանի որ ունեցա անմիջական պրակտիկա բեմի վրա իր միջոցով դիրիժորներից Կարեն Լավչյանի, Նաթանես Էլիպարետիչին, Հովանես Հովանեսյանին, մեր ռեժիսորներից եւ շատ-շատերին, ովքեր որ շատ մեծ ներդրում ունեցան իմ երգչի կարիերայի մեջ, իրենց խորհուրդներով, իրենց սրտացավությամբ եւ շատ հետաքրքիր է, որ կան դասախոսներ, ուսուցիչներ, ովքեր ունակ են ուսանողի ձեռքերը բարձրացնել հավատքի միջոցով, այսինքն երբ որ հավատում են քեզ, ինքստ ինքյան դու դառնում ես ամենակարող եւ գնահատում են ինչ-որ այո, եւ դու քեզ կարեւորությունը քո առանձնահատկությունը զգում ես, բայց երբ չեն հավատում, դա միշտ չի, որ շատերին մղում է դեպի առաջ, շատերը կոտրվում են ճանապարհի։ Հետո երիտասարդի համար, ով նոր կյանքի ճանապարհ է սկսում եւ իր համար ցանկացած մեկնաբանություն կարեւոր է, որովհետեւ այդ փորձառությունն ինքն առաջին անգամ պիտի ապրի, կարծում եմ այդ առաջին մարդիկ, ուսուցիչները բոլոր արիքային փուլերում ամեն նոր փորձառությունից առաջ ուսուցիչը շատ կարեւոր դերակատարում ունի, թե լավ թե վատ առումով։ Թե կոնսերվատորիայի ուսուցիչներս, թե երաժշտական դպրոցի, թե իմ առաջի ուսուցիչը Գրիգոր Համբարյանը, Ռուզանա Ջամբազյանը, իմ երգի ուսուցիչներից Իրինա Օսիպովնան եւ շատ-շատերը կարող եմ առանձնացնել նաեւ հիմա իմ շատ սիրելի դասախոսին, ում ներկայությունը իմ կյանքում բերեց մի ուրիշ ձեռքբերումներ, մի ուրիշ հավատք ինքս իմ անձի եւ իմ գործի կարեւորության մասին, դա մայստրո Ալեքսանդր Թամազովն է, ով եղել է մեր ճգնախ երգչուհի օպերային աստղ Գոհար Գասպարյանի ասիստենտը եւ պատիվ ունեմ 2021 թվականից աշխատելու մայստրո Թամազովի հետ եւ գիտեք այնքան կարեւոր է, նույնը ես փորձում եմ հորդորել եւ տեսնել իմ աշակերտների մեջ, երբ որ դու քեզ հավատում են, դա շատ մի ուրիշ ուժ եւ էներգիա է տալիս առաջ գնալու համար, այդպես։ Դուք նաեւ պատմում եք, որ մեր զրույցի ընթացքում մի դրվագ, որ ինձ շատ այդպես հետաքրքիր էր, որ ինչ որ շրջան շատ ակտիվ երգելուց հետո համալսարանական տարիներին արդեն բեմ չեք բարձրացել երկար ժամանակ, բավականին եւ այդ ընթացքը կարծես թե բաց է մնացել ու հետո սկսել եք շատ երգել այդ կյանքի այդ դրվագի ինչի չեք բարձրանում ինչ էր տալիս ձեզ այդ ինչ պակաս էր ձեր կյանքում եւ այդ հետո շատ երգելը որտեղից սկսվեց ասեմ որ ես կոնսերվատորիայի տարիներին չեմ ունեցել շատ համերգներ չեմ մասնակցել կոնկուրսների, այսինքն շատ չեմ փայլել այնպես, ինչպես իմ հասակակից ընկերները, գոլեգաները, որոնց հաջողություններով ես հպարտանում էի, ոգևորվում, ուրախանում, բայց միայն այդքանը ուսումը ստանալու ժամանակ ես չունեի այտենց մեծ ցկտումներ դառնալու օպերային երգչուհի, որովհետև այդ շրջանում սիրահարված էի, պատկերացնում էի ես կունենամ իմ անձնական կյանքը, ընտանիքը բայց շատ ծանր ժամանակահատված եկավ իմ կյանքում, շատ ծանր դեպրեսիաներից հետո ես հիշեցի, որ ես շատ ինքնամփոփ եմ եւ ներպարփակվեցի ինքս իմ մեջ եւ շատ դժվար էր խոսքերով պարզապես խոսալ ներսի զգացողությունների, ցավի, տառապանքի եւ ամեն ինչի մասին եւ միակ արտահայտվելու միջոցը դարձավ երգելը, բայց երգելը ինքս ինձ համար ես փակվում էի համալսարանի վերջի տարիներն էր, փակվում էի օպերային ստուդիայի սենյակների, դասասենյակներից մեկում, լսարանում, այդպես վերցնում էի նոր գործեր, փորձում էի սովորել, երգել ժամերով միջև մեր պահակները, չէին ասում Գալինա ջան, վաղը կշարունակես,
շատ դժվար եւ ծանր փորձություններից հետո կարելի է ասել, որ երաժշտությունը դարձավ իմ հոգու դեղը եւ բուժումը։ Ինչ խնդիրներով էր դա պայմանավորված։ Կարծում եմ, որ բոլորի կյանքում էլ հիասթափություններ, հարաբերությունների մեջ լինում են։ Ունեցա շատ գեղեցիկ հարաբերություն եւ բաժանում, որից հետո շատ դժվար կարողացա արտահայտվեմ, այսինքն չէի կարողանում զգացողություններս արտահայտեի հանեի այդ դեպրեսիանի մեջից եւ օգնեց երգը։ Եվ օգնեց երգը։ Եվ հետաքրքիր է, ես շատ հավատում եմ երգի երաժշտության մոգական ուժին, երևի դա միակ լեզուն է, որ բոլոր մարդկանց հոգիները կապում է իրար։ Դու կարող ես բառերը չհերիքի արտահայտել քո բոլոր զգացողությունները, բայց դու կարող ես երգել կամ լսել մի երգ, որը կարող է քո մեջից թոթափել ամեն մի ցավ։ Ասել այն, ինչ դու չես կարողանում։ Ինչ որ բառերը շատ աղքատիկ են։ Այդպես սկսեցի այդպես երգել, այդ ընթացքում ավարտելուն պես ինձ նկատեց մայստրո Սեթրակը Երկանյան, հրավիրեց տաղարան համույթում որպես մեներկչուհի ու շատ արագ ինձ սկսեցի նկատել մյուս կոմպոզիտորներ, դիրիժորներ, հրավերներ ունեցա եւ այդպես եւ սկսվեց ակտիվ ու երջանիկ շրջանը։ Գիտեք, ես դա չէի պլանավորել։ Իմ մտքում եւ պլաններում նման բան չկար երգել եւ լինել հենց օպերայի երգչուհի։ Ես ուրիշ պատկերացումներ ունեի, բայց կարծես թե անխուսափելի էր ճակատագրի նախասահմանված այդ վիճակը անխուսափելի էր ինձ համար, որի համար ես շատ շնորհակալ եմ բոլորից, բոլոր այդ փորձությունների համար եւ Աստծոց, որ ունեմ նման շնորհք ձայնի տեսքով եւ նման հնարավորություն, որ ես կարող եմ իմ երկրում, իմ հայրենիքում ծառայել, երգել եւ արտահայտել իմ բոլոր զգացողությունները, հույզերը ձայնի տեսքով։ Ինչ է տաղարանը ձեզ համար, այս ընտանիքում լինելը ձեզ ինչ է տալիս, ու դուք իրեն ինչ եք տալիս։ Դուք նշեցիք ընտանիք, ես միշտ ընտանիքի զգացողությունն եմ ունեցել տաղարանում, նույնիսկ եթե համերգ չէի ունենում, միշտ լինում է այնպես, որ անցնելուց անգամ նստում, սրճում եմ մայստրոյի հետ ու միշտ այդ մեր սենյակը կարծես թե տանը լինեմ, ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Տաղարանը ինձ համար իմ երգչական կարիերայի, կարելի ասել, սկիզբներ, մեծ դադարից հետո եւ հնարավորություններ բացահայտելու իմ կարողությունները, նրանք այն կարողությունները, որոնց մասին ես անգամ չգիտեի։ Մայստրոն ինձ համար բացեց դռներ եւ տվեց հնարավորություն, որպեսզի հանդես գամ որպես մեներկչուհի տաղարանում, սկզբում որպես հրավիրյալ մեներկչուհի, այնուհետև մի տարի հետո արդեն տաղարանի մեներկչուհի։ Դուք նաև սեփական վոկալ ստուդիան ունենալու փորձ եք կատարել երեխաների հետ աշխատանքի այդպես փորձառությունը, եւ ոնց եկավ այդ գիտակցումը, որ պետքա կիսվել գիտելիքներով ու փորձառությամբ ուրիշների հետ։ Գիտեք, դասական օպերային երգիչների համար շատ դժվար է գտնել հարթակ, որտեղ դու կարող ես քո ուսումից հետո շարունակել աշխատել։ Աշխատանքը որպես այդպեսին Հայաստանում շատ ավելի դժվար է, որովհետև պատկերացրեք, ունենք մեկ օպերային թատրոն, մեկ կամերային երաժշտության ազգային կենտրոն, թվով շատ քիչ տեղեր, որտեղ որ երաժիշտները կարող են իրենց հնարավորությունները ի ցույց տնել։ Այս դեպքում Եվ շատ տաղանդավոր մարդիկ։ Եվ ունենք շատ տաղանդավոր մարդիկ, որոնք ունեն հնարավորությունը, որպեսզի պրակտիկորեն ցույց տալու իրենց հնարավորությունները, իսկ մեր մասնագիտությունը դա պրակտիկայի հիմքով է, այսինքն եթե դու ունես գործնական հնարավորություն այդ ամենը անելու, անիմաստ է ամբողջ ուսումը եւ ամեն ինչ։ Որպեսզի կարողանամ աշխատել եւ կարողանամ ռեսուրսներ ձեռք բերել, մտածեցի, որ կարող եմ նաեւ դասավանդել։ Որոշեցի բացել իմ ստուդիան, վոկալ ստուդիան, որտեղ կարող էին մասնակցել եւ ուսում ստանալ 5-ից մինչեւ անսահման տարիքի բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեին նույնիսկ սիրողական երգել։ Այդպես Սակայն գիտեք, կատարող երաժշտի
մասնագիտությունը, մեր մասնագիտությունը, եթե դու կատարող երաժիշտ ես, խորիստ ես, այլ հենց սոլիստ ես, շատ կամակոր մասնագիտություն է օպերային երգեցողությունը եւ ամբողջական նվիրում է ուզում, թե ժամանակի առումով, թե բոլոր ռեսուրսների առումով։ Ես հասկացա, որ իմ էներգիան չի բավականացնում ամեն տեղ, կամ ես պետք է դասավանդեի ամբողջությամբ եւ նվիրվեի ամբողջությամբ դասավանդմանը, կամ պետք է երգեի։ Չնայած որ ես հիմա էլ եմ դասավանդում եւ դասավանդումը եւ ուսուցչական ջիղը ինձ մեջ կա մայրիկիս կողմից, որովհետեւ թե մայրիկս, թե տատիկս եւ պապիկս ուսուցիչներ են եղել եւ այդ ձիրքը, ինչպես ասում են, իմ մեջ կա, ես մեծ բավականություն եմ ստանում։ Ասեմ ավելին, հիմա երբ որ դասավանդում եմ արդեն մասնավոր ուսանողներիս, աշակերտներիս մի փոքր առաջ խաղացումից ես կարող եմ ավելի ոգևորվել, քան լավագույն կոմպլիմենտներից, որ ինձ անում են, ավելի ոգևորվել, ավելի ուրախանալ, որովհետև շատ հաճելի է ինձ համար, բայց կատարող երաժշտի համար այս մասնագիտությունը բավական բարդ է, որպեսզի այն կիսես եւս մի քանի ոլորտների հետ։ Ինչ պլաններ կան ապագայի հետ կապված, այս պահին տաղարանում եք, երգում եք, մրցույթներ։ Մրցույթներից խոսքը գնաց, ասեմ, որ մասնակցել եմ շատ մրցույթների, այս պահին չունեմ մրցույթների հրավերներ եւ ցավոք սրտի տարիքային սահմանափակում կա օպերային մրցույթների մեջ, ես արդեն տարիքային այն կատեգորիայում եմ, որ շատ դժվար կլինի, բայց մասնակցել եմ շատ մրցույթների, կարող եմ նշել իմ առաջի մրցույթը Գյումրու վերածնունդ փառատոնին մասնակցեցի շատ պատահական 17 թվից, որտեղ վերցրեցի մեծ մրցանակ Grand Prix Վալերի Հարությունյանի անվան օպերային մեներգիչների միջազգային մրցույթը, որտեղ նույնպես վերցրեցի Grand Prix եւ եւս մի շարք մրցույթներ, նաեւ Հայաստանն եմ ներկայացրել 2023-ին գնացի Ղազախստան եւ ներկայացրեցի պատվով Հայաստանը, վերցրեցի 3-րդ տեղը, շատ դժվարությամբ վերցրեցի 3-րդ տեղը, որովհետև գիտեք, որ կոնկուրսները շատ կանխատեսելի են եւ շատ հարցերում նաեւ որոշված պլաններիս մեջ, գիտեք, շատ մտքեր ունեմ պատրաստի դերերքեր եւ սպասում եմ իմ դեբյուտին օպերային թատրոնում, հուսով եւ հավատով, որ շուտով կերգեմ նաեւ մեր օպերային թատրոնում, պատրաստի դերերքեր ունեմ կախարդական սրինգից, գիշերային թագուհու դերերքը, Տրավիատա օպերայից, Վիոլետայի դերերքը, Անուշ օպերան ամբողջությամբ պատրաստ եմ երգեմ եւ շատ դերերքեր։ Այդպես իմ մտքում ունեմ լիքը պլաններ, բայց ասում եմ պլանների մասին շատ չեն խոսում, որպեսզի կատարվի միայն։ Այո։ Սոցցանցերն ասում են, որ սիրում եք լեռնագնացությունը։ Ինչ է լեռնագնացությունը ձեզ համար։ Լեռնագնացությունը ինձ համար ինքնաբացահայտում եւ ինքնաճանաչում է։ Մենք մարդկային կարողությունները մեր շատ ենք սահմանափակել կյանքում։ Հիմա այնպիսի դար է, որ ամեն ինչ շատ հասանելի է, կոճակներով կարող ես հպվել եւ ամեն ինչ իր տեղում կարգավորվի եւ մենք ունենք կոմֆորտի մի այնպիսի կոմֆորտ, որ շատ անգամ դուրս չեն գալիս մեր կոմֆորտի միջից եւ չգիտենք եւ չենք ինչերի ենք ընդունակ իրականում մեր ներքին ուժի մասին շատ բաներ չգիտենք եւ հնարավորությունների մասին եւ լեռնագնացությունը եւ ճանապարհորդությունները Հայաստանով մեկ օգնում են բացահայտել ինքս ինձ, մնալ ինքս ինձ հետ։ Ես լեռներին համեմատում եմ ինքս ինձ հետ։ Շատ եմ սիրում Հայաստան աշխարհը, Հայաստանի լեռները։ Այս տարի կատարեցի մեծ երազանքը, հաղթահարեցի 4 գագաթ։ Առաջինը հարավային գագաթն էր, Արագածի, այնուհետև Աժդահակ, հետո բարձրացախոստուփ եւ վերջում ամենաբարձր կետը Հայաստանի դա Արագածի հյուսիսային գագաթն էր, 4090 մետր։ Շատ դժվարությամբ դա ինձ տրվեց, բայց հավատացեք, այն էմոցիաները, ինչ որ դու կարող ես վերևից տեսնել այդ դժվարությունները հաղթահարելով,
ոչ մի բանի հետ չես կարող կիսել։ Շատ ընկերներ ունեն, որ չեն կիսում այդ համոզմունքը եւ կարծիքը իմաստը լեռնագնացության, բայց ես հանգստանում եմ, երբ որ երկար քայլում եմ, այդ դժվարությունները հաղթահարում եմ եւ վերջում տեսնում եմ արդյունքը։ Մոռանում եմ բոլոր ցավերիս մասին եւ հասկանում եմ, որ ես կարող եմ յուրաքանչյուր իրավիճակում ես կարող եմ ելքը գտնել եւ հաղթահարել։ Երևի թե ինքնահաղթահարման մի միջոց է լեռնագնացություն։ Գալինա, եղելա որ երգեք, այդ երգը այնքան ձեր մասին լինի ու ձեր հոգեվիճակի մասին, որ հուզվեք այդ ընթացքում։ Իմ ռեժիսորը ինձ ասում էր, պետք է հաղթահարես այնպես, որ արդեն ոչ թե դու հուզվես, այլ հանդիսատեսը։ Ես երբ կատարում էի Անուշ օպերան, ասեմ, որ կոնսերվատորիայի ուսման ավարտից հետո հրավեր ունեցանք եւ օպերային ստուդիայում ռեժիսոր Արսեն Ղազարյանի հետ մեկտեղ բեմադրվեց, այսինքն իր ներկայացումն էր թատերական Անուշը, որտեղ հանդես էի գալիս հենց Անուշի կերպարով։ Դա համընկավ իմ բաժանման հետ, շատ ծանր դեպրեսիվ շրջանի հետ եւ շատ հետաքրքիր էր իմ Անուշը, մինչեւ հիմա հիշում են մեր դիրիժորները եւ բոլորը իմ կատարած Անուշը, երբ գալիս էր խելագարության տեսարանը, ես խելագարվում էի ամբողջությամբ։ Գիտեք, իմ լացը չէր դադարում։ Իհարկե հիմա փորձում եմ մաքսիմալ հաղթահարել իմ էմոցիաները, որպեսզի ոչ թե ես խեղդվեմ այդ էմոցիաների մեջ, այլ ես հանեմ այդ էմոցիաները եւ տամ այն հանդիսատեսին, ովքեր եկել են հենց դրա համար։ Բայց դժվար է։ Ինքնահաղթահարումը դա շատ դժվար է։ Ընդհանրապես ելույթներից առաջ լինում է մի շատ ուժեղ ներվ, որը պատասխանատվության զգացողությունից է գալիս, դե պատկերացրեք մեր աշխատանքը դա չի կրում ոչ միայն ֆիզիկական բնույթ, որովհետև ձայնամկարներն են, չէ, աշխատում, կոկորդի մկանները, ձեռքերը, ոտքերը, ամեն բան եւ նաեւ միտքն է աշխատում, որպեսզի դու հիշես ամեն մի բառ, ամեն մի ֆրազա, ամեն մի շեշտ, ամեն ինչ եւ դրա հետ մեկտեղ նաեւ աշխատում է էմոցիաները, զգացողությունները, հոգին, ամենակարևորը, այդ ամեն ինչի մեկտեղումն է իմ աշխատանքը ու պատկերացրեք պատասխանատվությունը, այդքան տարի երգում եմ 5 տարեկանից 20 ավել տարիներ եւ ամեն անգամ բեմ բարձրանալուց նույն հուզմունքը, նույն պատասխանատվության զգացողություններն ու հույզերը ինձ շատ խանգարում են, բայց ես հաշտվել եմ այդ հույզերի հետ եւ երբ բարձրանում եմ բեմ, հավատացեք, ես կարծես տանը լինեմ, որովհետեւ միակ տեղը, որտեղ ես կարողանում եմ մաքսիմալ անկեղծ լինեմ, թե ինքս իմ հետ, թե ինքս իմ էմոցիաների եւ ներքին աշխարհի հույզերի հետ, դա երևի թե բեմն է։ Որտեւ այն ամենի մասին, ինչ որ ես հնարավորություն չունեմ եւ ինձ թույլ չեմ տալիս խոսալ, դրանք կարողանում եմ ես արտահայտել ձայնի միջոցով բեմում։ Չգիտեմ, երջանիկ եմ, երջանիկ բախտավորություն է ունենալ նման հնարավորություն երգելու եւ նման հույզեր ապրելու, վերապրելու, ինչու՞ չէ նաեւ լացելու բոլոր էմոցիաները կարևոր են կարծում եմ։ Միանշանակ կարևոր են։ Գալինա, դուք երգում եք տարբեր լեզուներով, ինչ դեր ունի ձեզ համար հայկական երգը։ Շատ կարևոր է ինքնաճանաչումը ինձ համար եւ ինքնաճանաչումը գալիս է քո երգը, քո հողը, քո հայրենիքը ճանաչելուց։ Ես առիթ բաց չեմ թողնում, որպեսզի ճանաչեմ հայրենիքը, անընդհատ սիրում եմ ճանապարհորդել։ Ինձ հետևող իմ սիրելի մարդիկ գիտեն, որ ես անընդհատ առիթը բաց չեմ թողնում ինչ որտեղ ճանապարհորդելու Հայաստանում եւ որպեսզի ճանաչեմ իմ հողը, իմ երկիրը, իմ երաժշտությունը, իմ արվեստը, իմ մշակույթը եւ դա շատ մեծ կարեւորություն է ինձ համար։ Ինքնաճանաչումը գալիս է սեփական արժեքները ճանաչելուց։ Կարող եմ նշել մեր ամենամեծ հորը Հայր Կոմիտասին, ով որ բերեց մեզ այդ գիտակցության, որպեսզի մենք վերադառնանք մեր արմատներ եւ ճանաչենք մեզ, մեր ով լինելը եւ գիտեք
Եվս մեկ անգամ եղել է առիթ, որ ասեմ, ես ոչ միայն ես, այլ նաև իմ աշակերտներին եւ շատ շատերին միշտ հորդորում եմ, որպեսզի լսեն եւ երգեն Կոմիտաս։ Դա բերում է ինքնաճանաչողության ուրիշ մակարդակի։ Սիրում եմ մեր հոգեվոր երաժշտությունը։ Ես ինչպես նշեցի, փոքր տարիքից երգել եմ միշտ եկեղեցում, պատարակ, գրեթե միշտ երգել եմ։ Վերջի շրջանում տարիներին երգում էի զինվորների համար հոսպիտալում, մի խոսքով, եւ ինքնաճանաչումը կարծում եմ գալիս է սեփական ինքնությունը եւ հողը ճանաչելուց։ Այդպես։ Այ ասեցիք, որ հայրիկը փոքր ժամանակ ասում էր երգել առիթներին չեք երգում, հիմա երգում եք առիթներին ու եթե երգում եք ինչ եք երգում։ Փորձում եմ շատ ավելի թանկ գնահատել այն, ինչ որ ես ունեմ։ Դա ոչ թե գալիս է այն գնից, ինչ որ ես տվել եմ դրա համար, այն արժեքից, այն դժվարություններից, այլ շատ գնահատում եմ իմ արվեստը այն առումով, որ ես չեմ երգի միտեղ, որտեղ որ մարդիկ հաց են ուտում, ծամում են, դա ինձ համար անընդունելի է ինձ համար։ Խոսքս ընտանեկան, ընկերական հավաքների մասին է։ Լինում են առիթներ, որ շատ վերջի անգամ Խոստուփի լանջին երգեցի խարույկի շուրջ արշավական ընկերներիս համար, չնայած որ ես չէի ուզում երգեի, բայց այնպես ստացվեց, որ շատ երկար երգեցի եւ կարծես ես չերգեի, հենց հոգիս երգել։ Այո, լինում են առիթներ։ Եթե զգում եմ, որ ուզում եմ երգել, ցանկությունը կա, ինձ համոզել չի լինում։ Եթե զգում եմ, որ բնական այդ ցանկությունը իմ մեջ ի սրտե կա, ես երգում եմ, մեծ սիրով եմ երգում։ Եղել է, որ բեմի վրա բառերը մոռանաք։ Շատ։ Ինչ եք անում։ Ոյ, գիտեք, շատ հետաքրքիր է, շատ ա եղել։ Ինչ որ կերպ դուրս եմ գալիս այդ իրավիճակից, բայց բառերը շատ կարևոր է, որպեսզի հասկանաս ինչ ես երգում, երբ որ դու տեսնում ես եւ հասկանում ես ինչ ես երգում, ու կապ չունի ինչ լեզվով, պատկերավոր այդ ամեն ինչը դու պատկերացնում ես, եթե դա լինի դերեր, օրինակ, ինչ որ կերպար, դու պետք է հասկանաս ինչ բառ է ասում, որտեղ, ինչ էմոցիայով եւ այդ էմոցիան եւ շարժումները օգնում են, որպեսզի էլ ավելի հեշտ հիշես։ Բայց իհարկե շատ նման դեպքեր եղել են, շատ զվարճալի դեպքեր են եղել, բայց անցնում է։ Ես կարծում եմ, որ մեր հանդիսատեսը շատ ներող եւ շատ հումորով հանդիսատես է ամեն դեպքում, հասկանում են այդպիսի պահերը, բայց շատ չեն եղել նման պահեր։ Շատ անգամ եղել է եւ չեն էլ նկատել, որ նման դեպք է տեղի ունեցել, ես եմ նկատել եւ դիրիժորը։ Հաճախ չեն էլ նկատում մարդիկ բաց թողումները։ Բեմում լինելը, այսպես տեսադաշտում մարդկանց լինելը, որ երբ բոլոր հայացքները դեպի քեզ են ուղղված, դա ուժ է թե խոցելիություն եւ այդ հավասարակշռվածությունը ուժեղ լինելու եւ խոցելի չլինելու մեջ ոնց եք պահում։ Ես կարծում եմ, որ բեմում լինելը դա էներգիաների փոխանակում է։ Միջև բեմը մենք անցնում ենք հազարավոր դժվարությունների միջով, միջև հասնենք նրան, որ արժանի լինենք հանդիսատեսին, որտեղ տեսեք, խոսեցի պատասխանատվության մասին, բայց միջև այդ պատասխանատվությունը գոյություն ունի դիսցիպլինա։ Ես այսքան տարի երգում եմ, պատկերացրեք, ամենօրյա աշխատանք ունեմ, այսինքն ամենօրյա պարտքս եմ կատարում ձայնից, կապ չունի ինչ վիճակում լինեմ, ես օրվա իմ ձայնավարժությունները, գործերը երգում եմ, ամփոփում եմ, անդադար աշխատում եմ, որպեսզի հենց այդ պահը գա ես չլարվեմ։ Դա անդադար աշխատանք է։ Եվ երբ հասնում է այդ պահը, որ արժանի եմ դառնում հանդիսատեսի ծափահարություններին, կարծես այդ էմոցիաների փոխանակում լինի։ Ես իրենց իմ էմոցիաները եւ իմ ամբողջ աշխատանքը, իմ հոգին իրանց կողմից այն ծափերը, որոնք իրանց շնորհակալություն են ինձ։ Դա մեծ պատասխանատվություն է եւ մեծ պատիվ կարելի ասել այդ հնարավորությունը բեմի վրա տեսնել մարդկանց հոգիները։ Ես կարծում եմ, որ երաժշտությունը բաց է անում մարդկանց հոգիները եւ անմիջական ներգործություն ունենք մենք երաժիշտներս, կարելի ասել փոքրիկ կախարդներ ենք, որ կապ ունենք մարդկանց հոգիների հետ եւ հասանելի են մեզ մարդկանց հոգիները։
մենք կարող ենք մի բան շատ լավ անել եւ ամեն ինչ լավ լինի, կարանք շատ վատ անենք եւ մարդ պատկերացրեք, ես միշտ մտածում եմ այդ մասին։ Մարդիկ ինչու են սիրում գնալ թատրոններ, համերգներ եւ այլն, իրանց առօրյայից կտրվելու համար, չէ՞, պատրաստ են վճարել դրա համար, որպեսզի կտրվեն իրանց հոգսերից, աշխատանքից հետո երեկոյան գալիս են եւ այդ պատասխանատվությունը, որ մարդը եկել է, որպեսզի քեզնից ստանա այն ինչ պակասը, որ ինքը ունի, այն հոգեվոր սնունդը, այն երաժշտությունը, այն խոսքը, այն էներգիան ինչի կարիքը որ ունի եւ մենք որպես արվեստի գործիչներ, կատարողներ պարտավոր ենք տանք, բայց պարտավոր ենք նաեւ լիքը լինենք, որպեսի տանք։ Իսկ այդ լիքը լինելը ինտենսիվ աշխատանք, կրթություն, ամենօրյա ինքնակրթություն եւ տաղանդ ունենալը մենքի չէ։ Այո, չէ, շատ քիչ է։ Տաղանդը իմ կարծիքով դա գործի չնչին մասն է կազմում, կարող է շատ կոպիտ եմ արտահայտում, բայց ինձ համար այդպես է։ Հետո գիտեք, այնքան հաճելի է համերգի վերջում, երբ որ մոտենում են եւ մարդիկ պատմեն իրենց էմոցիաների մասին։ Մեկ անգամ մի աղջնակ մոտեցավ, լացեց, ձեռքս բռնելով ձեռքերը դողում էր։ Ու ասեց, ես կարծես ոտքերս կտրվել էր գետնից, ու ես ինչ որ տեղ էի հայտնվել, ես չհասկացա ինքը որտեղ է հայտնվել, բայց պատկերացրեք ինչ մոգական ազդեցություն կարող է ունենալ երաժշտությունը, որ մարդուն վեր երկրային բարձր դեպի երկինք, պատկերացրեք ինչ հնարավորություններ ունի երաժշտությունը մարդուն փոխելու, մարդու հոգին բարձրացնելու, չգիտեմ, եւ մենք այդ արվեստի գործիչներս այդ միսիան ունենք կատարելու, կարծում եմ։ Այն դուք ասում եք մարդիկ ձեր երգը լսում են, հուզվում են, իրենց դա հուզում է, ձեզ էս կյանքում, դուք ինչից եք հուզվում կյանքում։ Ինչն է ձեզ էմոցիոնալ նման իրավիճակի հասցնում։ Հիշողությունները, հայրենիքի հետ կապված ամեն ինչ ինձ շատ հուզում է, կարող եմ ասել, ցավոք սրտի ես անտարբեր անձնավորություն չեմ, կուզեի մի քիչ անտարբեր լինեի, չեմ կարող ասել, շատ խոցելի եմ այդ առումով, շատ կարևոր է ինձ համար իմ հայրենիքի վիճակը, իմ հարազատների վիճակը, շատ խոցվում եմ, երբ հիշում եմ հայրիկիս, չգիտեմ, շատ ինչ որ իրավիճակներ, կարելի ասել ամենաուժեղ խոցելի վիճակը այս պահին հայրենիքի հետ կապված յուրաքանչյուր խնդիրն է եւ ինչու՞ չէ նաեւ ծնողների հետ կապված, հարազատների հետ կապված վատ խնդիրները կարող են ինձ խոցելի լինել։ Գալինա, երբ մենք ձեր համերգին էինք ընկերուհուս հետ եւ դուք բեմ բարձրացաք, հա, ընկերուհուս մեկնաբանություններ, ինչ շքեղ ու գեղեցիկ կին է։ Այդ գեղեցիկ լինելը օգնում է, թե խանգարում է։ Գեղեցկությունը կարծում եմ մարդու հոգու արտացոլումն է դեմքի վրա։ Ես ձեզ շատ գեղեցիկ եմ համարում, որտեղ ձեր աչքերը փայլում են, ձեր մեջ արև կա։ Եվ գեղեցկությունը դա ոչ միայն արտաքին տեսքն է, այլ նաև ներքին կայծը։ Եվ շատ ուրախ եմ, որ եթե նման մեկնաբանություն եմ լսել, գեղեցկությունը հետաքրքիր մի բան ասեմ, գեղեցկությունը ինձ ոչ խոցում է, ոչինչ չի անում, բայց շատ կարևոր բան է արտաքին տեսքը բեմի վրա, որովհետև միջև քեզ լսելը մարդիկ առաջինը քո արտաքին տեսքին են ուշադրություն դարձնում եւ շատ կարեւոր է այդ ներկայանալի լինելը եւ միանգամից տոն պարգևելը առաջնահերթ տեսքով, հետո նաեւ հնարավորություններ ունես ձայնի միջոցով եւ կատարողականության միջոցով։ Ես շատ մեծ կարեւորություն եմ տալիս արտաքին տեսքին, բեմի հետ կապված յուրաքանչյուր դետալ ինձ համար շատ կարեւոր է, եթե անկեղծ սկսած լույսերից, ամեն մի փայլը, ամեն մի դետալը, որ պատկերացնեք շորի հետ ընտրված ամեն ինչ դիմահարդարում, վարսահարդարում, որ պատկերացնեք ամեն ինչ, ամեն մի դետալ ինձ համար շատ կարևոր է։ Ես ամեն ինչի վրա եմ կենտրոնանում, որպեսզի մարդկանց համար լինի մաքսիմալ հաճելի։
Այդպես։ Մենք չխոսեցինք ձեր անձնական կյանքից։ Սոցցանցերն ասում են, որ դուք միայնակ եք։ Իրականում։ Ճիշտ են ասում ասածները։ Իմ սիրտը լեռներում է։ Ինչպես սոցցանցերը վկայում են, այո, ես այս պահին ընտրտուկների մեջ չեմ, բայց չունեմ կողակից եւ լիահույս եմ, որ կունենամ իմ պատկերացումների, ինչպես իմ ընտանիքն է եղել, հայրս եւ մայրս լիարժեք, այնպես էլ ես կստեղծեմ իմ լիարժեք ընտանիքը, կունենամ իմ գեղեցիկ բալիկներին։ Տա Աստված, որ ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես դուք ուզում եք։ Գիտեք, կնոջ համար, ով իր սեփական ընտանիքը չի կազմել, հայրական ընտանիքը շատ կարևոր դերակատարում ունի եւ հատկապես հայրը շատ կարևոր դերակատարում ունի։ Դուք ձեր հայրիկը ձեզ հետ չէ այլևս, այն պահերը, երբ ամենից շատ եք ուզում, որ ինքը ձեր կողքին լինի։ Գիտեք, իմ մասնագիտության առումով ինձ միշտ հավատացել է մայրիկս։ Հայրիկը շատ լուր հետևել է միշտ, իրեն միշտ թվացել է, որ դա շատ բարդ կլինի եւ շատ չի աջակցել մասնագիտական առումով։ Եվ իմ մոտ միշտ եղել է մեծ ցանկություն ցույց տալու, որ ինձ մոտ կստացվի։ Այ հիմա հայրիկիս բացակայությունը ինձ համար շատ ցավալի է։ Ես այնպես կուզեի բաժնեկցել իր հետ իմ բոլոր էմոցիաների, բոլոր նվաճումների մասին եւ նա տեսներ այն բոլոր հաջողությունները, ինչի ականատեսնենք հիմա ես եւ մայրիկս։ Հայրիկը շատ տաղանդավոր էր, շատ հետաքրքիր անձնավորություն, մասնագիտության ոսկերիչ, շատ հետաքրքիր պարզ եւ անկեղծ ազնիվ անձնավորություն եւ մահացել է 20 թվականին ցավոք սրտի քաղցկեղից, բայց մինչ այդ ես կարծեմ ունեցել եմ հնարավորություններ ցույց տալու, որ ես իմ մասնագիտության մեջ կարող եմ հասնել ինչ-որ բանի եւ ես միշտ տեսնում եմ, գիտեք, աչքիս դիմաց գալիս է այն տեսարանը, որ բոլոր ելույթներիցս հետո առավոտյան հայրիկը զարթնում էր եւ ուշադիր սկսում նայել այն բոլոր ծաղիկներին, որոնք ես նվեր եմ ստացել ելույթից առաջ, ու ես վստահ եմ, որ ինքը իր մեջ հպարտանում էր ինձնով։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի հայրիկիս հոգին հանգիստ լինի, ինձ համար շատ հրաշալի հայրիկ եմ ունեցել։ Մահվանից ուղիղ մի տարի հետո այնպես ստացվեց, ես մասնակցեցի միջազգային մրցույթի, ցավոք սրտի on-line, որովհետև off-line հնարավոր չէր COVID-ի այդ շրջանն էր, եւ այնպես ստացվեց, որ վերցրեցի երկրորդ հորիզոնականը եւ հանդիսատեսի համակրանք մրցանակը, որը որ շատ կարևոր էր եւ պատկերացրեք միջազգային կոնկուրսը on-line էր, սկզբում վիդեոհոլովակներ ենք ուղարկում, իսկ եւ վերջի տուրը on-line պետք է միանայինք տեխնիկայով, որպեսզի իրանք իմ ձայնը լսեին, գնահատեին տարբեր տեղերից, Ամերիկայից, Չինաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, տարբեր երկրներից ժյուրիի անդամներ կային եւ մասնակիցները շատ էին եւ պատկերացրեք, որ այդ կարևոր մրցանակը ոչ թե չինացի մասնակիցն է ստանում, որտեղ կան շատ բազմահազար մարդիկ, որ կարող են քվեարկել, այլ հենց Հայաստանից ես եմ ստանում, ու այդ լուրը գալիս է ուղիղ հայրիկիս ծննդյան օրը առավոտյան, ու ես կարծում եմ, որ այդպիսի բաները պատահական չեն լինում։ Առաջին ինչ որ անում եմ, գնում եմ հայրիկիս մոտ եւ շնորհակալություն հայտնում, որ իր հոգին ինձ պաշտպանում է եւ նվիրում եմ այդ մրցանակս, այդ հաղթանակս հենց հայրիկիս իր ծննդյան օրով։ Ես կթողնեմ բեմը, եթե ես չեմ թողնի բեմը։ Կարծում եմ չեմ կարող։ Գիտեք, ոնց որ մի օր որոշեք, որ դուք այլևս ջուր չեք խմի։ Կամ ես իհարկե պատրաստ եմ, գիտեք, որտեղ բնականաբար յուրաքանչյուր կին
երբ որ ընտանիք կազմի, բնականաբար գալու է այդ պահը, երբ որ պետք է բալիկներին խնամի, շատ կարևոր ժամանակ հատկացնի երեխաներին, որը շատ կարևոր է, բայց ես կարծում եմ, որ ես այնքան էներգիա ունեմ, որ կարող եմ համատեղել։ Չեմ ուզի բեմը թողնեմ, որովհետև ես կկորցնեմ ինձ, կարծում եմ։ Եվ հենց գուցե դրանում է ամբողջ բարդությունը անձնական ընտրության հարցում, գիտակից մարդու ընտրության հարցում, որպեսզի դժվարությունները լինեն մաքսիմալ ավելի քիչ։ Բայց իհարկե ես գիտեմ, որ կգա մի ժամանակահատված, որ ես պատրաստ պետք է լինեմ որոշակի զոհաբերությունների եւ ես պատրաստ եմ դրան, բայց թողնել բեմը կարծում եմ, որ արդար չի լինի ինքս իմ հանդեպ այն ամբողջ աշխատանքի եւ այն վճարի հանդեպ, ինչ որ ես արել եմ ամբողջ տարիների ընթացքում։ Ինչ է ձեզ համար երջանկությունը։ Երջանկությունը շատ բարդ։ Մայրիկիս առողջությունը, ժպիտը, քուրիկիս բալիկները, 5 բալիկները, հանդիսատեսի փայլուն աչքերը։ Երջանկություն ինձ համար մարդկանց ինչ որ մի լավ բան տալը եւ իրանց ռեակցիան կողքից նկատելը, երջանկությունը ազատ անկախ հայրենիքում քայլելը, դա ես հավատում եմ եւ վստահ եմ, որ դա լիարժեք երջանկություն է, որովհետեւ մենք այս պահին խաղաղ երկրում ենք ապրում, դա երջանկություն է, կարծում եմ։ Եվ տա Աստված, որ էլ ավելի հզոր երկրում ապրենք, որպեսզի մեր երջանկությունը էլ ավելի շատ լինի։ Երջանկությունը ես գտնում եմ երեխաների մեջ, քրոջս բալիկների մեջ, քրոջս աղջկա մեջ, ով ուզում է դառնալ երգչուհի ինչպես ես։ Այդպես, շատ, գիտեք, ինձ համար երջանկությունը դա պահեր են ու շատ փոքր դետալներ իրականում։ Շատ մեծ բաների մեջ երջանկություն չեմ փնտրում։ Փոքրիկ հոգատարությունը, մի փոքրիկ կոմպլիմենտը, ուշադրությունը, դրանք ամեն ինչ երջանկություն են։ Մարդու լինելը արդեն քո կյանքում, երբ որ դու դրա կարիքն ունես եւ ինքը կա, դա արդեն երջանկություն է։ Եվ այս պահին ինչու՞ չէ։ Ինձ համար էլ երջանիկ հատված ձեզ հետ զրուցել եմ։ Շնորհակալ եմ Գալինա զրույցի համար, հետաքրքիր էր ձեզ այլ տեսանկյունից ճանաչելու, ավելի լավ ճանաչելու համար, շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը երիտասարդ օպերային երգչուհի Գալինա Ցոլակյանն էր, իսկ ես Զենֆիրա Քալաշյանն եմ։ Կհանդիպենք